Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է անել ամեն բան Մերձավոր Արևելքում հնարավորինս շուտ խաղաղության հասնելու համար։ Նա նաև հույս է հայտնել, որ իրանցի ժողովուրդը կհաղթահարի այս դժվարին շրջանը։ Արաղչին իր հերթին հայտարարել է, որ Իրանը նախկինում դիմակայել է իսրայելա-ամերիկյան ագրեսիային իր ժողովրդի միասնության և քաջության շնորհիվ և ոչ մի պարագայում չի հանձնվի։ Նա նաև շեշտել է Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերությունը կշարունակի ամրապնդվել։ Ավելի վաղ Արաղչին այցելել էր Պակիստան և Օման քննարկել պատերազմի դադարեցման հարցը Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը։ Նաև տեղեկություններ են տարածվել, որ Իրանը Պակիստանի միջոցով բանակցությունների վերսկսման նոր եռափուլ առաջարկ է փոխանցել Միացյալ Նահանգներին։ Առաջին փուլով նախատեսվում է ամերիկա-իսրայելական ագրեսիայի ավարտ և երաշխիքներ, որ Իրանի և Լիբանանի դեմ ռազմական գործողությունները չեն վերսկսվի։ Երկրորդ փուլը կկենտրոնանա Հորմուզի նեղուցի կառավարման հարցերի վրա, իսկ երրորդ փուլում կքննարկվի Իրանի միջուկային ծրագիրը, եթե առաջին երկու փուլերի շուրջ համաձայնություն ձեռք բերվի։ Հզբոլլահի գլխավոր քարտուղար Նաիմ Կասեմը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները և անցնել անուղղակի բանակցությունների։ Նրա խոսքով ուղիղ բանակցությունների մեկնարկից առաջ ցամաքում, ծովում և օդում իսրայելական ագրեսիան պետք է դադարեցվի։ Իսրայելի ուժերը պետք է դուրս բերվեն Լիբանանի օկուպացված տարածքներից, բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, տեղահանվածները վերադառնան իրենց տներ և սկսվի վերակառուցում։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը քննադատել է այս հայտարարությունը, նշելով, որ դավաճանություն են գործում նրանք, ովքեր իրենց երկիրը պատերազմի մեջ են ներքաշում օտար շահերին ծառայելու համար։ Աունի խոսքով, եթե պատերազմը Լիբանանի համար լիներ, ապա իշխանությունները կաջակցեին դրան։ Միևնույն ժամանակ Իսրայելը և Հզբոլլահը չնայած հրադադարին շարունակում են փոխադարձ հարվածները։ Իսրայելական հարվածներից Լիբանանում 14 մարդ է զոհվել, գրեթե 40-ը վիրավորվել, իսկ Հզբոլլահի իրականացրած գրոհներից Լիբանանում տեղակայված Իսրայելի 1 զինվոր զոհվել է, 6-ը վիրավորվել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին։ Նա հայտնել է, որ Ադրբեջանը Չեխիայից մեծ քանակությամբ ռազմական նշանակության ապրանքներ է գնում, բանակցություններ են ընթանում համատեղ արտադրության հետ կապված կոնկրետ նախագծերի շուրջ։ Բացի այդ, Ալիևի խոսքով Չեխիա արտահանվող ադրբեջանական նավթը կարևոր տեղ է զբաղեցնում այդ երկրի էներգետիկ հաշվեկշռում։ Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը գազ է արտահանում 16 երկիր, որոնցից 10-ը Եվրամիության անդամներ են։ Բաբիշն իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանը Չեխիայի ռազմավարական գործընկերն է։ Նա նշել է, որ ուրախ կլիներ գազի մատակարարման շուրջ երկարաժամկետ պայմանագիր կնքել Բաքվի հետ։ Այցից առաջ Բաբիշը հայտարարել էր, որ Չեխիային անհրաժեշտ են ուժեղ և կայուն գործընկերներ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների շարքում։ Նախատեսվում են այցեր նաև Ղազախստան և Ուզբեկստան։ Բանակցությունների առանցքում են այդ երկրներից Չեխիան նավթի և գազի մատակարարման հարցերը։ 2026 թվականին Ադրբեջանը դարձել է Չեխիա նավթի խոշորագույն մատակարարը, որին բաժին է ընկել ներմուծման 42%-ը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մարսբերգում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտությունից դուրս գալու ռազմավարություն չունի և արդյունավետ բանակցություններ չի վարում այդ երկրի հետ։ Մերցի խոսքով իրանական կողմը շատ հմտորեն է բանակցում կամ ավելի շուտ հմտորեն չի բանակցում։ Նա հավելել է, Իրանը շատ ավելի ուժեղ է, քան բոլորը կարծում էին։ Գերմանիայի կանցլերը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Նրա խոսքով Ուկրաինան պետք է ընդունի, որ Ռուսաստանի հետ ապագա համաձայնագրի արդյունքում երկրի տարածքի որոշ մասեր կմնան իր վերահսկողությունից դուրս։ Մերցը նման զիջումները կապել է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հեռանկարների հետ։ Նա միևնույն ժամանակ նշել է, Կիևը ԵՄ անդամ չի կարող դառնալ, քանի դեռ երկրում պատերազմ է ընթանում։ Բացի այդ, հարկավոր է համապատասխանել օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի չափանիշներին։ Մերցը հավելել է, նույնիսկ 2028 թվականի հունվարին Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանն իրատեսական չէ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։